Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր հունվարի 2 Եվ խաղաղության Աստվածը թող շուտով սատանային ձեր ոտքերի տակ խորտակի Հռովմայացիս 16-րդ գլուխ 20-րդ խոսք Այս խոստումը լավ հաջորդում է երեկվա խոստմանը Ակնհայտ է, որ մենք պետք է ընդօրինակենք մեր ուխտի գլխին ոչ միայն նրանով, որ նրա գարշապարը խայթվեց, այլև նրանով, որ նա հաղթեց չարին Նույնիսկ մեր ոտքերի տակ հին վիշապը կխորտակվի Հռոմեացի հավատացյալները տրտմած էին եկեղեցում տիրող անհամաձայնությունների պատճառով, բայց նրանց հավատքը առ խաղաղության Աստվածն էր, և նա նրանց հոգուն խաղաղություն պարգևեց Գլխավոր թշնամին շեղեց անզգուշներին և խաբեց պարզամիտների սրտերը, բայց նա դատապարտված էր պարտության և ոտնակոխ լինելու նրանց կողմից, ում նա տանջել էր Այս հաղթանակը Աստծո ժողովրդին չէր տրվելու նրանց սեփական հմտության կամ ուժի շնորհիվ, այլ Աստված ինքն էր ջախջախելու սատանային Չնայած, որ նա խորտակվելու է նրանց ոտքերի տակ, կործանումը միայն Տիրոջ գործն է լինելու Եկեք համարձակորեն ոտք դնենք այդ ագխիչի վրա, ոչ միայն ստորին ոգիները, այլև խավարի իշխանն ինքը պետք է ընկնի մեր առջև Աստծո հանդեպ անվերապահ վստահությամբ սպասենք արագ հաղթանակին Շուտով, ինչ ուրախալի խոսք է սա Շուտով մենք մեր ոտքը կդնենք հին օձի վրա Ինչ անարգանք է սատանայի համար, երբ նրա գլուխը ջախջախվում է մարդկային ոտքերի տակ Ուրեմն եկեք Տեր Հիսուսի նկատմամբ ունեցած հավատքով ոտքի տակ պահենք ամեն գայթակղություն